Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունը փառավորվի, սիրելի Աստծո ժողովուրդ, որ մեզ կրկին ու կրկին հավաքել է իր սուրբ խորանում, իր սուրբ անարատ խոսքերը մեզ մատուցանելու եւ մեր մեջ Աստծո վախը ու սրբությունը կատարելագործելու։ Աստծո վախը ու սրբությունը ովքեր են եկեղեցուց դուրս անում, երբ աքարները շատանում են, անապաշխար, անառակ լկտիները շատանում են, իսկ դրանք երբ են շատանում, երբ գլուխը անառակ, անբարոյական եւ լկտի է դառնում, ամեն ինչպես Բաբելոնեն պոռնիկ ծերերը, սուրբերին վտարում են դուրս, իրես նման լկտիներին են շատացնում, երբ գլուխը փոխվում է դաների նման սրբերն են գալիս, չէ, դատականացյանի ղեկավար դառնում, արդեն Բաբելոնի անառակ ծերերն են բնաջնջվում եւ դաների նման սրբերն են բարձրաստիճան դատական ատյաններին նստում ու ճշմարիտ դատաստան են անում։ Հիշում եք Մովսեսի օրերին ինչ ասավ օթորը, ասավ Աստվածանից վախող, խոսքով լեցուն, ունակ, գործունյա մարդիկ դիր ղեկավար, ամեն, որոնք իրականից իշխաններ էին, արդեն գործունյա էին, բայց ավելի աստվածավախներին ընտրա, ավելի լեցուններին, ինչպես Հիսուս ընտրեց, դրեց իր նմաններին ղեկավար, որ հոտը Պետրոսը Հիսուսի նման էր, Պողոսը Հիսուսի նման էր, որ աքարներից մաքրեն, սրբերը շատանան։ Երբ աքարները շատանում են եկեղեցում, սրբերը պակսում են, կամ սրբերը ապականվում են, կամ պիտի թողեն հեռանան, կամ պիտի ապականվեն, ամեն։ Մի խոսքով, երբ գայլի ճտերը շատանում են հոտում, գառները կամ պիտի խեղդվեն, կամ վերափոխվեն, գայլեր դառնան։ Եղավ, ուրեմն այսօրվա թեման հենց դրա մասին է։ Շատ ենք խոսել, բայց քիչ են գործնականում անում։ Ավելի լավ է, թե մենք տեսնում ենք, եթե դա աքար է, հեռու մնանք դրանից։ Հանդիմանենք, խավարի անպտուղ գործին աղորջ չդառնանք, անգամ քո զավակը, քո կողակիցը կարա տան վրա աքար լինի։ Տան մեջ աքար լինի, ինչու աքարի կինն ու զավակները հետը քարկոծվան, որտեվ կինն ու զավակները տեսել էին, որ նա նզովացից բերե ու իր վրանում թաքցրել է։ Տեղյակ չպահեցին Հեսուին։ Միգուցե պահեին, Հեսուն ոստիկանները գնար այդ նզով քահաներ, աքարներ չմեռներ, կինն ու զավակներն էլ հետ։ Տեսեք, մեջ բերում եմ անում նաև թվոց 16-ում, երբ կորխի որդիները փախան, իրանց հոր կողքը չկանգնան, չմեռան։ Բայց ովքեր կորխին հարազատներ չէին, բայց մոտիկներ ու միաբան մարդիկ էին, երկիրը բացեց ու կուլ տվեց նրանց։ Բայց կորխի որդիները Մովսեսին լսելով հեռացան, կորխի եւ Աբիրոնի այդ չար վրան, մարդկաց վրաններից։ Բնաջից չեղան, բա ինչու, որովհետև նրանք իրանց օր խորհրդին չմիացան, միաբանվեցան Մովսեսի խորհրդին, որը հոգուց էր եւ Աստվածանից էր, ամեն։ Էականների չէ, որ պարտադիր տան յուրաքանչյուր անդամ հարված կուտի, եթե նա մեղքի հետ է միաբան, ապստամբների հետ է միաբան, բնաջինջ կլինի։ Եթե տան զավակն է, տան կինն է, սուրբ առաջնորդի հետ է միաբան, այրը կզարկվի, կինը կփրկվի որդիներով, ամեն։ Ուրեմն այսօրվա թեման է մեր։ Աքարները անպայման հեռու պիտի մնան հոտից։ Մեզի բազմականակ եկեղեցի պետք չի անորակ հոգիներով։ Մեզի բազմականակ սրբերով եկեղեցի է պետք, ամեն։ Թող լինենք 100 հոգի, բայց սուրբ լինենք։ Ոչ թե 1000 հոգի այլասերված գող ավազակ։ Ու չհավատանք, որ խաղաղությունն ու սրբությունը հասանելի պիտի լինի եկեղեցու։ Պողոսը զոր առաքյալն ասում է, իմ նման մարդասպանը նմանվել է Հիսուսին, դուք կարաք նմանվեք, ամեն։ Պետրոս առաքյալն ասել է Տիրոջ հոգով, ձեզ կանչող սրբի պես Սուրբ Հիսուսի, դուք էլ սուրբ եղեք ձեր բոլոր վարմունքների մեջ, հասկանում եք բոլոր վարմունքների իշնա, նստելը, խոսելը, մատուցանելը, յուրասիրելը, գործելը, ծրագրելը, մտքերի բոլոր շարադրանքը, ամեն, ձեր հոգին, մարմինը եւ շունչը, ամեն։ Դա Պողոսն է նորից հաստատում Թեսաղոնիկեցիներում։ Ամբից ու անարատ կպահի, ով ապահովը, ալ ոչ թե ես, ապա Տերը, մինչև Տեր Հիսուսի գալուստը։ Եթե Հիսուսն է ապահովը,
Ինչ կապ ունի Պողոսի միջից կպահի, թե Կարենի, թե Արմանի։ Պահողն Հիսուսն է, էլ մենք չկանք, Քրիստոս թե ամեն բանի մեջ, ամեն։ Ուրեմն չեմ ուզում շեղվեմ թեմայից, ակարները անպայման պիտի հեռու պիտի մնան հոտից, վերջ, սուրբ եկեղեցում ակարներ պիտի չլան, սուրբ եկեղեցում կլինեն նորացիններ, միջահասակներ և հասուն սրբեր, որոնք հինը հանել են կամ հագնելուն մոտ են կամ պիտի հագած լինեն արդեն, ամեն, և այս հասուն սրբերը կդառնան գործավորներ։ Նախանձախնդիրները կնշանակվեն պատասխանատուներ, հետո ամենալավերը ժամանակավոր սարկավագներ, հետո սարկավագների լավերը, որ հաս ունեն արդեն հովիվներ, հովիվների ամենալավը եպիսկոպոս, ամեն, սրանից էին կոմել պաշտոն չկա եկեղեցում, վերջ, և ըստ հերթականության հասունները արդեն տեսնում են նորեգների աչի, պիտի ասեն եղբայրս ինտիր մար բանա դառնալու, սպասավոր, վերցնենք վարդապետական ուսուցումների, որ շուտով էլի պիտի սկսենք, ամեն, վերցնենք հսկողության տակ, բոլորս պիտի ուշադիր լինենք գալացող հոգիներին, բայց նաև ապստամներ կլինեն ակարներ, որ պիտի ասենք եղբայր, էսի ոնց որ դուրս գալող հոգի է, ճիշտ ասում եմ ամեն, ինձ էլ Տերը հայտնի, բայց սպասի, իրա պտուղից պիտի իրա հանդեպ գործողություններ սկսենք, միգուցե դու սխալ ես տեսնում, ամեն, տեսնենք վերուստ ինչ հրամանքը կա, ինչը Տերը հայտնում է, ասում է կարճ ժամանակից հետո իրա պտուղը կտեսնես, որ չարա, լկտիա և անառակա, այն ժամանակ ես վստահ կտրում եմ եկեղեցուց, իրա այլասերված գործերը մեզի ցույց էր տվել, բայց հետևողական մենք տեսանք 90% չեն տեսնում, որ ինքը այլանդակավարություն է, լավ էլ հոգի էր այն մարդ, հլեցուն նվիճյալ, գիրկը կխպեր թևի տակ գգեր պաշտամուն կամեն, այդ կեղծերը, այդ այլանդագները շատ քողարկված դիմակ ունեն, ամեն, վադնենա, որ մենք տեսնում ենք սիրտը, որտև Տերն է հայտնի, իսկ դու տեսնում ես արտաքինը, ամեն, իսկ Աստված ինչին նա էլ վադատանում, սրտին, գործերին, ամեն, ուրեմն ակարները անպայման հեռու պիտի մնան հոտից, գրեք համարները, շատ չեմ ծանրաբեռնի, որտև եթե դուք երկու համարին էլ հավատաք, ամբողջ սուրբ գրքին կհավատաք, չի կարա մեկ-երկու համարում գրվի ակարը, որ ապստամ պիղծա հեռու պիտի մնա, կորխը դաթան աբիրոմը պիտի բնաջիր լինի, այն երկու համարում գրված լինի, չէ, դրանք անպայման հոտին պետք են թոմնան, չկա տես բան, հին ուխտ, նոր ուխտ, մեկը մեկին լրացնում են, չեն ակասում, ամեն, հին ուխտում խորթով է գրված, նոր ուխտում ուղիղ, բայց հին ուխտում էլ կա ուղիղ, որ բորոդները պիտի հեռու մնան հոտից, ամեն, թող քիչ լինենք, բայց անարատ լինենք, ոչ թե վարակ, ով որ գա մեզ հետ շփվի պղծվի, մեզ հետ շփվողը Եղիսեի դիակին կպավ մեռելը վերակենդանացավ, Եղիան ընկավ մեռած մանուկի վրա, աղոթքով վերակենդանացեց, սա ինչ է, Եղիան հոգևոր հայրերի խորհուրդ ուներ, Եղիսեն խաչված և հարություն առած հայրերի խորհուրդ ուներ, ով դրանց հետ շփվում է, հոգեպես կենդանանում, ամեն, սա էր խորհուրդը, բայց հարց, որ դու գնացել ես եկեղեցի, մեղքն ու կրքերն են այլանդակ քո մեջ, զարգաց է թե սրբությունը, դու քո եկեղեցու միջի հոգու ցույց տվողն ես, կրքերն են քո մեջ եռում աշխարհիկ, թե սուրբ կրքերը, վերջ, եթե հոգևոր կրքերն են եռում ու սուրբ ես դառնում օրորի, ուրեմն սուրբ հոգին է այդ եկեղեցում բնակում, կապ չունի անունը, բայց եթե քեզանից սեռական լկտի կրքեր է ոսում այլանդակություն, շնություն, պղծություն, ուրեմն այդ եկեղեցում բնակվում է սատանան և աշխարհի ոգին, ամեն, դրա համար այդ եկեղեցու քույրերը այլասերված են ակնում, այդ եկեղեցու քույրերը պճնվում են, հունքերը փիդրում տատո են անում, թշիկները ուռստում, պրոշտերը լցում են, լրիվ աշխարհ են, լկտի կրքոտ բաներ, ինչ որ անում է աշխարհը, անում են իրենք, նրանք միայն անունով են տարբեր, ամեն, նրանք բոլորը ակար են, ես մի հոգեգալստական եկեղեցու եղբայր էր, ասի, ձեր մեջ մեկ-երկու սուրբ չկա միաբանվեք աղոթք անեք, ձեր հովիվը բուժվի կամ դու բուժվես, ասի, չէ, ասի, հետո հարցրեց, ասի, ձեր մեջ ակար կա, ասա, սաղ ակար ենք, ասի, ձեր մեջ մեկ-երկու կոնե չկա, որ միաբանվեք աղոթք անեք, ասավ, չէ, բոլորս էլ բորոտ ու վարակված ենք, ամեն, իրանք գիտեն, որ իրանց մեջ անկեղծ սուրբ չկա, որտև գլուխը նեխած է, գլուխը բորոտ է, բորոտը կարա սուրբ ծնի,
Բորոտը կծնի, սուրբը սուրբ կծնի, աշխարհիկ հովիվը աշխարհիկ հոտ կունենա, աշխարհիկ հովիվը աշխարհիկ կին կունենա եւ աշխարհիկ հարս եկեղեցի։ Ամեն։ Իսկ սուրբ հովիվը սուրբ հոտ կունենա, ակարներին էլ կվռնդի դուրս։ Ամեն։ Եթե եկել են չեն ապաշխարում։ Հիմա գրեք համարները։ Հեսու 7-ի 10-ից 15 Սա քանի դրան չվերացնեք, չեմ գա ձեր մեջ։ Հիմա որոշեք ակարները, մնան տերը։ Որտեղ ակար կա, մեկ ակար տերը ընդե չկա։ Իսկ ակարը ով է, որ մեղքը գործե չի հանդիմանվի։ Մեղքը գործե ու հարատևում է հոտի մեջ ու պաշտոնների է տիրանում։ Այլասերված հովիվների քարոզները լսում ենք, ասում է մեր մեջ կան հովիվներ, որ այլասերվել են, մեր մեջ կան հովիվներ, որ շնության պատճառով իրենց կիներից բաժանվել են, բայց նրանք պիտի բարձրանան պաշտոնների տիրանան։ Ասենց ասում Սուրբ Գիրքը։ Շնացողին ասում նստրա ու վռնդա դուրս հոտից։ Բայց ո՞նց են այդ տեսակ հովիվներին լսում, որովհետև կրթություն չունեն։ Գիրքը չգիտեն շնացող հովին ինչ ասում Պողոսը Կորինթացիս 5-ում, ամեն։ Վռնդա դուրս, կտրի, որ զղջա ապաշխարի, եթե ոչ թու հեռու մնա այդ վարակը հոտից, որտեղ շնացող քարոզի չշնացողներին կշատացնի։ Հեսու 7-ի 10-15 Թվոց 16-ի 23-26 Ելից 32-ի 20-29 Ես մեջ բերում եմ անում և նորից, և հնից, որ չասեք հիննա, նորն էլ կա, հինն էլ կա, թե տասնորդ, թե ողորմություն, թե սրբություն, թե բոլոր օրենքները, համ հնում կա, համ նորում, սատանան ձեզի չփչի, ինչ որ նորում կա, հնում չի ելե, կամ ինչ որ հնում կա, նորում չի ելե, բոլորն էլ կա, հոգու իմաստության պտի Սուրբ Գիրքը կարդաս, որ հասկանաս, քեսեր քեզի որ օրենքը պետք չի, ասում ես նորում չկա չեմ պահում, հատկապես վերաբերվում ֆինանսին, հատկապես վերաբերվում Սուրբ հոգու կապին, ամեն, որը քեզի հարմար, ասում ես ինը չեմ ընդունում, այս սատկած ворդ, բայց դու ով ես, որ ասու գրած, Սուրբ հոգուներ շնչանքով գրած, պատվիրանների օրենքը հնում է, նորում չկա, չպահենք պատվիրանները, հինը նորին չի ակասում, միաձուլում է, լրացնում է, ամեն, բայց ընդ կա Ահարոնյան քահանայության մեջ խորհրդով օրենքներ, Հիսուս տեկա Ահարոնյան քահանայությունը փոխել է քրիստոսյան քահանայության, բայց մարմնի հոգու սրբությանը վերաբերվող, պաշկեշտությանը վերաբերվող, մարմնի մերկությունը փակող օրենքները, աշխարհից տարբերվող օրենքները, Ադամից, Նոյից սկսած մինչև այսօր նույնն է երեք այսօր եւ ավիճ։ Մովսեսը պահելու ձևի օրենքն է փոխել, անձը փոխել Քրիստոսով, ամեն։ Քրիստոս տեկաս է ոչ թե ես եկել եմ թերացնելու, եկել եմ խստացնելու եւ կատարելու, ամեն։ Նելու ավելի եմ բարթացրել։ Որ դու ոչնչանաս, քո եսը ոչնչանատեսի չի կարում այդ օրենքը պահի։ Դիմի ինձի, ես գամ իրեն թաղեմ, ես իրա մեջ ծնվեմ, մեծանամ եւ ես իրա միջից պահեմ, կատարեմ եւ ես փառավորվեմ ամեն բարի մտքի, խոսքի եւ գործի մեջ։ Վերջ, էսա օրենքի ու շնորհքի տարբերությունը։ Մենք ունենք վարդապետական դասընթացներ, 3 օրենքի մասին խոսում ենք։ Կարակ մտնեք YouTube-յան մեր կանալից լսեք, պարապեք, դաստիարակվեք եւ ձեր կույր աչքերը բացվի, ոչ թե ասեք օրենքի վաղճանը, պատվիրանի օրենքի վաղճանը Քրիստոս տեսի ժլավա, Քրիստոս մեռա, որ մենք շրանանք պոռնկանանք ու փրկվենք։ Շնացողների տեղը դժոխն է, պոռնիկների, գողերի, ստախոսների տեղը հայտնության գիրք, վերջի գլուխներ գնացեք, կարդացեք, կրակի լեջն է։ Ում անունները կյանքի գրքի մեջ գրված չգտնվեցավ, կրակի լճի մեջ ձգվեցավ, պոռնիկի անունը կգրվի, գողի ավազակի անունը կգրվի, չէ, ասավ ես իմ դեմ մեղք գործողի անունը կջնջեմ, եթե գրածել լինեմ, կջնջեմ, ոչ թե սկիզբն է փրկում, սիրելի ժողովուրդ, ապա վերջդ ինչ է, սկիզբը հապսում ես, հող ես ուտում, ցեխերի մեջ թավալվում ես, չէ, տեսեք, որ երեխեն հող է ուտում, քաչը կրծում ուտում է, բայց վերջում նա հասուն մարդ է դառնում, հինը չենք հիշում, կարևորը վերջն է, Սատանանը սկզբից ամենագեղեցիկ իմաստուն հրեշտակապետն էր, հիմա հակառակորդ թշնամի է դառել Աստծու,
Հիմա սկիզբն էր կարևոր թե վերջը։ Այգու Տերը որ ասավ որդյակս գնա այգից գործի, ասավ այ ջան կգնամ, բայց չգնաց։ Սկզբից ասավ կգնամ, բայց այն մյուսն ասավ չեմ գնա, բայց զղջաց գնաց։ Ասավ ով կատարեց հոր կամքը, ով գործնականում գնաց, ոչ թե հորը խոստվեց, բայց չգնաց։ Խափեպա դավաճան։ Իսկ այն երկրորդը տկար էր, բայց զորացավ։ Ամեն եւ հոր կամքը կատարեց։ Սա է հարցը։ Հեսու 7:10-15 Ելից 32 25 29 Թվոց 16-23-26-ը գրեցիք արդեն։ Մատթեոս 18-15-17 օրենք հատվել բորոդներին հոտից մաքրելու, աքարներին վտարելու օրենք պատվիրանա Հիսուսը ասել։ Մատթեոս 18-15-17-ը շատ ուշադիր կսերտեք։ Եվ երկրորդ Տիմոթեոս 3:5, որտի փախնեք դրանցից եւ հեռացնեք դրանց, եւ երկրորդ Տիմոթեոս 2:22։ Այս շատ համարներ կա, բայց կհոգնեցնեն ձեզի։ Ժամը չի հերիքի, բայց եթե այս 5-6 համարները նույնն է քարոզում, չի կարա ուրիշ բան քարոզի Աստվածաշնչի ուրիշ համարներ։ Հիմա կարդում եմ Հեսու 7:10-15 ու Թվոց 16-23-26 ու Ելիցից կասնենք նոր կտակարան, ամեն։ Դե գիտեք ակարքողություն արավ տարավ իր վրանում թաքցրեց կնիկը, տեսավ որդիները, տեսան պետք չէր մոռանալ այդ գործողության վրա, բայց ակար էր, հանցագործ, աշխարհը սիրող հոգի, կրքերի մեջ եռացող հոգի, ամբարո հագնող հոգի, ամեն գող, ավազակ ստախոց հոգի, ակարա դա, ամեն, որ իր կյանքը տեսնողը հայոյում է մեր Աստծուն, ոչ թե փառք է բերում մեր Աստծուն, հասկացաք ակարնովը։ Եվ Տերը Հեսուին ասաց. վեր կաց, դե ինչ է լավ գնացին պատերազմ եւ 36 հոգի մեռան զուր տեղը։ Բայց Հեսուն տեղյակ չէր։ Չեմ ուզում գործողությունների վրա խորանամ, բայց Աստված ասավ նզով կա Իսրայելի մեջ։ Մեկ ակարը մեղ կա գործե, բոլոր Իսրայելը նզովել է։ Ահա թե դու ինչու պիտի քո կողքին ուշադիր լինես։ Քալում եք եկեղեցի մեկ քիչ ուշացում ալում տրտնջում եք, ժողովուրդ ջան, եկել ես երկա փառավոր ասա եղբայր մնաց Սողմոսի մինչև մնացած դավակվեն։ Հասկանում եք այս տրտուժն էլ ամեղ, ակարի գործ է։ Եկել ես փառտու տիրոջը, մինչև բոլորը կավակվեն։ Այդ երկը փառաբանությունը իրականից Աստծո ժողովրդի հավքելու ժամանակ է։ Հելա այդ տրտուժն էլ որ կա, դու տիրոջ հոգին չունես ու դա իթուղթն ասում է, ստեղ լսեք։ Դու տիրոջ հոգին չունես, եթե կտրտնջաս ժողովի համար, եթե կտրտնջաս մեկի վարքը տեսնելու համար, դիմից ինձ այդ հարցը կլուծի ամեն։ Բա ինչու արա դատականությունը, որ դու դիմես ծերին ծերն ասա քույրիկ ջան, այդ որ դրել ենք ոսկե ժամանակաշրջանը, կամ այդ քույրիկին տեղ ենք տվել, որ ապաշխարի, էդի հավաքվելու շրջանակ ուզե ժամը 2-ին ներկայացի, բայց 2-ից ուշ ժողովի չգաք, ինչ եմ ասում, տրտունջը, մեքրոջ տկարությունը քեզի նեղություն է տալում, դա իրականից տիրոջ հոգուց չէ, դու ակարի վարքագծին ես պատկանում, ամեն, բա ուրա քո հասունությունը։ Բա ուրա քո համբերատարությունը, որ քո փամփրսավոր ժամանակը քո հովիվը գրկեց, սիրեց, քեզի հասունցրեց, դու ինչի նույն սերն ու գութը չես ցույց տալիս նորեգների եւ միջահասակների հանդեպ։ Ամեն ում բերանուն տրտունջ կա, ում բերանուն դատ բամբասանք կա, էդի ակարա։ Պետք է կամ հանդիմանենք, փոխվի կամ պետք է դուրս գա, ամեն։ Չկա տարբերակ։ Ու երանի նրան, ով իր մեղքը տեսնում է ու շուտ ապաշխարում, ամեն։ Հիմա տեսեք, եւ Տերը Հեսուին ասաց. վեր կաց ինչու համար այսպես երեսիդ վրա ես ընկել, ուշադիր, մեկ հոգի է մեղ գործը, մեկ էլ ընտանիքը տեսել է։ Հավանություն չեն տվել, բայց ոչ էլ հեռաձայներ են կամ եւ տվել են, բան չունեմ ասելու, գրած չի։ Նավ դա տեսել են Հեսուին չեն հայտնել, ուրեմն հաղորդել է։ Հռոմեացիների թուղթն ասում է ոչ թե միայն գործողներն են, այդ մեղքին հաղորդ, մահի արժանի, հապա տեսնող չհանդիմանողներ ամեն, երկուստ էլ նզովված եք, Հեսուն չի տեսել, տեսներ դատը կաներ,
Իսկ դու կարայիր Հեսուին ասեիր քո այրին փրկեինք, ամեն կամ քո կնոջը փրկեինք։ Իսրայելը ուշադիր ամբողջ Իսրայելը մեղք կա գործե, ամեն։ Իսրայելը մեղք գործեց եւ զանցարինի մուխտը, որ պատվիրեցի նրանց, որովհետեւ վեր են առել նզովացիցը եւ գողացել են եւ սուտ են խոսել ու նաեւ իրենց կարասիներումն են դրել։ Իրենց, այսի առաջինը իր ընտանիքն է, երկրորդն ամբողջ Իսրայելն է վերաբերվում։ Եվ Իսրայելի որդիները Իսրայելի լրիվ ամբողջական է, դրա համար բոլորդ ուշադիր պիտի լինեք բոլորի ակու կապին, բոլորի շարժու ձևին։ Մի հովիվը ոնց կարա 100-ին նայի։ Ու տեղյակ պահեք հովին։ Եթե բանը իրականից կատարվել է, պետք է հանցավոր իր պատիժը կրի, մի պատճառով, որ Իսրայելից հայր Աստված չհեռանա։ Ամեն։ Ավելի լավ է բոլորը նեղանա։ Ավելի լավ է դու նեղանաս քույրիկ կամ եղբայր, բայց Քրիստոսը չվշտանա ու հեռանաս թեից ու մենք մատնվենք դևերի ձեռը։ Այն եկեղեցին, որ ցավերով ու մեղքերով լի է, արդեն ակարներով լի է, մատնվել է դևերի ձեռը։ Դրա համար դիվային նշաններ, ամբուժելի հիվանդություններ, վաղաժամ մահերն են թակավորում ընդե, ամեն։ Եվ ընդե սուրբ մարդ չկա, իրանքեր են ասում, որ մեր մեջ սուրբ չկա, սաղս գող ավազակ այլանդակ են, ամեն։ Եթե մի հատ սերպիկը գտնես ասա, Հովանեսն էլ ասե սուրբ մարդ չկա, բայց խաբում են Հովանեսի մատնով։ Եվ Իսրայելի որդիքը չեն կարող իրենց թշնամիների առաջին կանգնել։ Նրանք իրենց թշնամիների առաջին մեջ կդարձնեն, որովհետև նզովք են եղել մեկի պատճառով։ Եվ այլևս ձեզ հետ չեմ լինի, լսում եք։ Սա նույնն է երեք այսօր եւ ավիճան, ազատամիտ եկեղեցիներ, այլևս Քրիստոս ձեզ հետ գործ չունի, դուք զուր տեղը իրեն կկանչեք, ամեն։ Մարդկաց պատվիրած ավանդությունները վարդապետություն եք սարքել։ Այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովածը ձեր միջից բնաջից չանեք։ Իսկ ովիվ կոսմոսողոքար են վիրը հանեմ։ Զատի դրանց հաշվին փողեր եմ ստանում, ինչ չի հետաքրքրում իրանց սրբությունը, ընձի պետք է իրանց համար ստացած գումարները, ամեն, դրա համար նրան սպանես չի հանդիմանի այդ ակարին, որտև իրա հաշվով հատկապես այլասերված ակարները շնացող արվամոլ ակարների հաշվին շատ փողեր է գալիս գրանցված եկեղեցի, դրա համար նրանք իրենց կթու կովերն են կոպիտ ասած, տնկված ծառերն են, դու փորձես իրանց կպնես, կսպանեն քեզ։ Հիսուսին չսպանեցին, չքարկոցեցին, կպավ չէ, կպավ իրաց թույլ տեղերին։ Ձեզ հետ այլևս ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզովածը ձեր միջից բնաջինջ չանեք։ Շատ համարներ կա։ Վեր կացե ժողովրդին սրբիր եւ ասիր էգուցվա համար սրբվեցեք, որովհետև Իսրայելի Տեր Աստվածը այսպես է ասում. ով Իսրայել, ձեր մեջ նզով կա։ Ամեն, վերջ, ովագործել չի հետաքրքրում։ Անուշադիր ես Արման, չես տեսե իմ մեղքը։ Անուշադիր է քո կինը, չի տեսե ու եկե ինձ ասե, ամեն, վերջ, ամբողջ ժողովրդինն է մեղք։ Որովհետև ով Իսրայել, ձեր մեջ նզով կա։ Դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջին, իսկ թշնամին ուզում է դու ակարներով լի լինես, ինչու համար, որ ձեր աղոթքը Աստծուն չհասնի։ Հա թոսեն ուխտի տապանակը մեր մեջն է, օպտին ու փենեսը, բայց ինչ որ ուխտի տապանակը իր զորությունով չի գործում, որտեղ պղծված քահանաներն են ուխտի տապանակը կրողները, բայց ուխտի տապանակը Իսրայելի մեջ իր զորությունը ցույց չտվեց, մատնեց փղշտացիների ձեռու մեռան, օպտին փենեսը հեղինել հետը գլխավոր հանցագործը, բայց նույն ուխտի տապանակը առած պղծված քահանաների փղշտացիների երկիրը սարսափի մեջ պահեց, ամեն։ Տեր իր զորությունը կարա ցույց տա առած պղծված այլանդակ քահանաների, բայց մեկը պետք է լինի, որ իրենց հասկացնի։ Մարդ չկար ընդե քահանա փղշտացիների քրմերին օգտագործեց որպես քարոզիչ, ամեն, հասավ դու մեղքի մեջ եք։ Այդ տապանակը դրեք, ետ ուղարկեք, հարվածը կհեռանա։ Մեղքերի քավություն արեք, հանցանքը կհեռանա, թեկուզ փղշտացիները մեղքերի պղծության մեջ, բայց Տիրոջ օրենքի համեմատ ընդունեցին, մեղքի քավությունը ղրկեցին, տապանակը ետ ուղարկեցին, ցավերը ու հարվածներն հեռացան։ Ամեն։ Հասկանում եք, տապանակը Աստված կարա իր զորությունը ցույց տա առանց այլանդակ հովի։
Կարանի, բայց հովիվները պետք են, որ այդ ծեծված գառներին ուսուցանեն, ծնեն, սնեն ու երկնքի քաղաքացի դարձնեն, ամեն, թե չէ հրաշք այսօր այդ հարոսը կտենա վաղը կմորնա։ Հիմա քո հարազատը ծեծում է, դու գնում աղոթք ես անում, բուժվում է, որ նա տեսնի հրաշքը դառնա ու քրիստոնյա դառնա, ամեն։ Ինչպես Եղմիաս մոգը, չէ ինչ էր անում։ Երբ Պողոսն ու Բարնաբասը գնացին Սերգիաս բանին, Պողոսին քարոզեցին։ Սա ով ամեն խաբեբայությունով լեսված սատանայի զավակ, դու պիտի կուրանաս ժամանակավոր։ Եթե զղջաս բժշկվես, որ է Սերգիոս Պողոսներ ես, ղեկավարները տենան ու դառնան Աստծուն, ամեն։ Ու եղավ եւ ամեն չարբան բարինաղոր դարձավ ու Աստված դևերին էլ օգտագործեց իր ավետարանչության մեջ հզոր Պողոս Սուրբի ձեռքերով, ամեն։ Այդ հրաշքը կատարեց, զարկեց դևը, բժշկեց Տերը, ամեն։ Եվ հրաշքը տեսնողը քրիստոնյա դառավ։ Չար բանն արավ դևը, բարի բանն արավ Տերը եւ Եթանոսը տեսնելով քրիստոնյա դառավ։ Հելա որ դևերն են ծառայում սրբերին։ Ինչ, որ այդ այն գավազանն է, որ Մովսեսի ձեռքին կա ամեն իշխանություն։ Ուրեմն տեսեք, ով Իսրայել, ձեր մեջ նզով կա, եւ դու չես կարող կանգնել քո թշնամիների առաջին, մինչեւ որ նզովքը ձեր միջից վեր չառնեք, նզովվածը ձեր միջից բնաջինջ չանեք։ Եվ առավոտ անց ձեր ցեղերով մոտեցեք, եւ Տերը որ մի ցեղին բռնի, վերջ արդեն քննում են ու գտնում են, որ հանցագործը ովա տեսեք։ Նա մոտեցավ իր ազգատոհմովը եւ Տերը, որ ազգատոհմին որ բռնելու լինի, նա մոտենա իր տներովը, եւ Տերը որ տունը բռնելու լինի, նա մոտենա իր մարդիկներովը, եւ ով որ նզովքով բռնվի ու շատ դիր վարսկան հովիվներ, որ այլասերվածներին թողել եք հոտ։ Նա կրակով պիտի այրվի Տերը նույնն է երեք այսօր եւ ավիտյանի։ Մեր չեմ ասում սպանեք, կտրեք, անեք դուս, հանդիմանեք, սաստեք, խրատեք դուս անեք, ամեն։ Հեսա կկարդամ Մատթեոս 18-ը։ Ինք իր ամեն ունեցածը, որովհետև նա Եհովայի ուխտը զանց է արել եւ Իսրայելի մեջ անզգամություն է գործել, նա պիտի քարկոծվի, ամեն։ Եվ ինչ արավ Հեսուն, համոզեց, փուշկ եկավ, հնգավ վիճակն ընկավ աքարի գլխին, ասավ աքար ջան, ինչ ես արի, արի քո Տեր Աստծո առաջին խոստովանվի, միգուցե ողորմություն գտնես։ Ինչի համար, եթե նա առանց խոստովանվելու Հեսուն նրան քարկոծեր, կա ժողովուրդել Հեսուին քարկոծեին։ Ինք իր բերնով խոստացավ, ոստիկանները գնացին նզովքը բերեցին դրեցին ժողովրդի առաջին, արդեն 37 ընտանիք սուք հա կրում, ամեն 36 ընտանիք։ Եվ ամբողջ ժողովուրդը ասա պիտի մեռնի հետի, ամեն։ Եվ ինչ արեցին, ասին ինչու դու մեզի փորձանքի մեջ գցեցիր այն նզոված, ինքը Իրակինը եւ զավակները, որոնք տեսել էին ու հաղորդեին, քարկոծվան եւ մեռան, եւ Իսրայելից նզովքը վերացավ ու գնացին հաղթությունների հասան, ամեն։ Այսպես պիտի լինի։ Ես քեզ կհանդիմանեմ, դու գնա մեղքի պատիժը կրա, ինչու քո պատճառով ես միամիտ 36 հոգին զարկվեն, հա։ Դրա համար էին հոտում, որ բժշկություն չի կատարում, աղոթում են ավելի ավատանում երեխեքը կամ մեռնում են, այդ հոտում թագավորում են աքարները, այդ հոտում բացակայա Տիրոջ հոգին, ես պաշտոնապես Հիսուսի անունով վկայում եմ, չկա Տիրոջ հոգին, որ Տիրոջ հոգին լինի նախ սրբությունը կթագավորի, ետքը բժշկությունն ու զորավոր գործերը, ամեն, ու աքարները չեն նստի գահին, սրբերը կնստեն ու սրբերը կծնեն, եւ սրբեր կշատացնեն եւ աքարներին կփոխեն կամ կվռնդեն դուրս, ամեն։ Հիմա տեսեք թվոց 16-ի 23-26-ը, գիտեք Կորխի Դաթանի եւ Աբիրոնի պատմությունը, ամեն։ Ինչ ասավ Մովսեսը, ով Եհովային ակայնավ Մովսեսի կողքը, ամեն։ Տեսեք Կորխի որդիները զադվան իրանց հորից ու չմեռան։ Բայց հեսօր հասարակ մարդիկ, որոնք կանունով իշխաններ էին, կանգնան Կորխի կողքին, անգամ 250 բուրվարավոր, որ քահանայական գործ էին կատարում, ինչ կատարվավ, ասո կրակն իջավ ու բնաջնջեց բոլորին, բայց Կորխի որդիները չմեռան, որտեղ նրանք միաբանվեցան հոգու ձայնը լսող եւ հոգով կառավարվող Մովսեսին։ Ընթերցում եմ 16-ի 23-ից մինչև 26։ Եվ Եհովան
խոսեց Մովսեսի հետ, էլ չեմ շարունակում ինչ արեց, կորխը ապստամբեց, դրանք պետք չի։ Ես կարդում եմ ակարների գործոնը։ Դուք շատերդ իզնի շատ կարդացած կլնեք, եկի պետք չէ դնեմ ծայրի ծայր կարդամ, բայց ապստամբ կախար դեր դարը, կորխն էլ, աբիրոնն էլ ամեն, և Մովսեսի ամեն դաթանն էլ, որ նա կորխը Մովսեսի հորողբոր տղեն էլ, են էլ իսրայելացեր, բայց բոլորը ժողովրդի իշխաններ էին, ղեկավարներ էին, որոնք հպարտ պաշտոնն էին ուզում, ամեն, պաշտոնի համար ապստամբեցին։ Եվ Եհովան խոսեց Մովսեսի հետ ասելով. խոսիր այդ ժողովրդի հետ եւ ասիր. հեռացեք կամ հեռացրեք, ամեն։ Հիմա ասում փախեք դրանցից։ Հեռացեք կորխի, Դաթանի եւ Աբիրոնի բնակության 4 կողմից։ Պիղծեն դրանք։ Եվ Մովսեսը ելավ եւ Դաթանի եւ Աբիրոնի մոտ գնաց, եւ Իսրայելի ծերերը նրա ետևից գնացին։ Եվ նա խոսեց ժողովրդի հետ ասելով. այդ չար մարդկանց վրանների մոտից քաշվեցեք եւ նրանց մեկ բանին մի դիպչեք, որ նրանց բոլոր մեղքերով չկորչեք։ Կորխի որդիները լսացին, փախան, ով չլսացին, երկիրը բացեց, կուլ տվեց, 250 բանի էլ իշխանների, որոնք փուրվարները առած խունկ էին ծխում, կրագնիչավ վառեց, որ լսեին Մովսեսին, չէին փրկվի, որ ակարներին բնաջնջեին, ասին կորխ Դաթան Աբիրոն դու պիտի մեռնես, մեզի խաբել ես, ամեն, քարերը տային կորխի գլխին ու հեռանային, կմեռնեին, հիմի սիրելի ժողովուրդ մնում եք ձեր անառակ հովիվների, աշխարհիկ հովիվների կողքին, որ ձեր եկեղեցու Հակոբո կապը նայում ես, վախենում ես երկար նայես, այն սուրբ մարդուն անգամ կգցեք մեղքերի մեջ։ Հագուստը մարմնի մերկությունը ծածկելու համար ոչ թե կրքեր երցնելու։ Այն որ մի հատ բան եմ լսում, ասում է հագուստը երբ պարկեշ տա դիմացի տկար հոգու մեջ կրքերը մեռնում են, չի կենթանանում, երբ հագուստը դառնում է անբարոյականի հագուստ, քնած կրքերը զարթնցնում են, ամեն, գայթակղեցնում են, ու եկեղեցում պետք հագուստներ չլինի կրքեր ժայթքեցնելու, մեռած քնած կրքերը զարթնցնելու, եկեղեցու հագուստը այդ կրքերին էլ ավելի պետք է մեռցնի, ամեն, հագուստ կա, որ մեռած քնած կրքերը, որը լրիվ խաչված չէ, եղբայրը կամ քույրը, կարտնացնի, հագուստ կա, որ լրիվ կսպանի, ամեն։ Հիմա հարցն ու հովիտ կնոջ հագուստը կամ աղջիկների կրքեր են երցնում, թե կրքեր են սպանում։ Չար լկտի սեռական կրքեր, ոնց կարա մինի հագած քույրիկը կրքեր չերցնի։ Ոնց կարա պրոշները լցած, սիլիկոն սրսկած, դորը դոշը բացած քույրիկը կրքեր չերցնի։ Ոնց կարա։ Գնացեք հագուստները տեսեք Նոյի ժամանակվանից մինչև այսօր։ Պարկեշտ, երկար, թուլուլիկ շորերը կրքեր սպանող հագուստա։ Հենց որ լղզեանում է շորերը, քսվում է քո մարմնին, մարմնով հագուստով մերկու տկլոր ես դառնում, կամ բացվում է, անգամ սուրբերի մեջ ուզում է կիրք ժայթքեցնի, ամեն, բայց որ սուրբերը զորեն հաղթում են, մանուկներն ու միջահասակներ ընկնում են դրանց մեջ, ամեն, դրա համար մտար եկեղեցում քուրերի հագուկապը նայեցիր, բացա, լկտի անբարոյ, հատե մարտերը չկա, հատե ակարների հավաքածուя կարած չգնաս հատե, գլխաշոր չկա, լասինաներ հակած, լղզե շալվարներն հակած, սոտվիներն էլ հետևը տնգած, շղ-շրղ, գրավիչ բաներ են անում, էտի լկտիության գագատնակետ է, ըտե տիրոջ հոգին չկա, որտև ակարները լի են, ամեն, ոնց ուզում եք մտածեք, ես խոսում եմ պարզ և ուղիղ ինչը որ Տերը հայտնում է ինձ, ամեն, եթե սխալ եմ խոսում, Աստված իմ պատիժը տա, իսկ եթե դու եք սխալ, արդեն ձեր պատիժը տվել է, հովիվներից սկսած սաղ հրակ, քաղցկեղ, շաքարախտ, գանգրենա, ընկել եք ու չեք բուժվում, ամեն, ձեր Աստված էտ է նվեր տալում ձեր հովիվներին, Ելիթ 32:25-29 Ինչ ասավ Մովսեսը, ստենայեք բոլորդ,
երբ հորթը պաշտեցին, ինչ արավ Մովսեսը, Ահարոնը on զուսպ լկտի էր սարքե ժողովրդին, ամեն, հովիվ ներկա, հոտին կսարքա on զուսպ լկտի կրքերի գերի, հովիվ կա կհանդիմանի և սուրպ ժողովուրդ կպատրաստի, ամեն, ուշադիր լսեք, ելից 32, 20-29, և Մովսեսը տեսավ ժողովուրդը, որ անզուսպ ադար է, բայց դες չեր մեր ամսվամիշ կործանվան է, տարիներով տարապում ես զսպացություն ես, հիմնում հոտի մեջ, մի ամսում մի շաբաթում այլանդակվում են, որտև դա մարմնին հաճոյա, քաղցրա, որովհետև Ահարոնը անզուսպ էր արել նրանց իրենց թշնամիների մեջ խայտարակ լինելու համար, հասկնում եք, որ Տիրոջ անունն հայոյվում է թանոսների մեջ ձեր վարքագծով, և Մովսեսը բանակի դրանը կագնեց ուշադիր, տեսեք ոնց է մաքրում աքարներից հոտը Մովսեսը, մեզի օրինակացույց տալու, և ասաց, ով որ Եհովայինն է ինձ մոտ գա, և Ղևիի բոլոր որդիքը նրա մոտ ժողվեցան, և ասաց նրանց, այսպես է ասում Իսրայելի Եհովա Աստվածը, ամեն մարդ իր սուրը թող մեջքը կապե, և բանակի մեջ դռնե դուր անցեք, դարձեք, և ամեն մարդ իր եղբորը, և ամեն մարդ իր ընկերին, և ամեն մարդ իր դրացուն մերցնի, ինչի մար որ մեղ գործած ու չեն զղջում, ամեն, և Ղևիի որդիքը Մովսեսի խոսքի պես արին, և այն օրը ժողովրդից 3000 մարդի չափ ընկան, հիմա Մովսեսը աքարներին թողեց հոտ, ոչ, եթե մեղավորը չի պատժվում, ավելի մեծ մեղք է ծրագրավորում, եթե դու մեղավորին պատժում ես, միամիտ է իմաստուն է դառնում, ամեն, ասում են, էլ չի լինի պրծավ, Մովսեսը չի խնայի մեզ, ամեն, կամ պտի մնանք ստեղ, կամ թողենք հեռանանք, եթե աքար ես, կհեռանաս սուրբ հոտից, եթե հովիվն է, արդեն աքար դառը, կշատանան աքարները, կասեն, արի, դու ես մի քանի սրբերն էթան, ամեն, իսկ եթե սրբերն են Մովսեսի նման նստում եկեղեցու գահին, նրանց չի հետաքրքրում քանի աքար է բնաջնջվելու, կամ ասում ես Եհով ասավ ով Եհովա իրա թող իմ կողմն ասնի, ամեն, չդրեց ալասավա սպանեց, որ դու գործնականում կագնում ես սատանայի կողքին ու մեղքի պղծությունը կատարողների կողքին, ուրեմն այդ մեղքը գլուխդ ուտում, ամեն, դու էլ պտի մեռնես, ամեն, դու չես արել, բայց հավանություն ես տվել, դու ասում ես ես դեմ չեմ, ես չեմ արել, բայց ես հավանություն եմ տալում արմանի ես պղծությանը, ուրեմն դու էլ պտի մեռնեք, հիշում եք Գաբաբանի բնակիչները Բենյամինում ինչ արեցին, ովքեր այդ այլասերվածներին պաշտպանեցին, Իսրայելը որոշեց, որ բոլորին բնաջնջի, ամեն, որտեղ ինչ կապ ունի դու չես արել, բայց արողին հավանություն ես տալիս, դու այդ այլասերվածություն անելը քեզի դուր է եկե, որ դուր չգար չէիր կագնի և այդ ապստամբ այլասերվածին չէիր պաշտպանի, ինչ արեցին, դրեցին ցեղը լրիվ բնաջնջեցին, բայց ընդհանրապես ասեն 10 հոգի էին այդ մեղքը գործը, ճիշտ է, բայց որ հազարները կանգնել են այդ այլասերվածների կողքին ու հավանություն են տալիս ու պաշտպանում են, ասում են լավ են օրը, էլի պտի անենք, ուրեմն դուք էլ ալասավա պտի բնաջինջ լինեք, ամեն, նույն հանցագործներն եք, հռոմեացիների առաջի գլուխ վերջի մասը գնացեք ընթերցեք, որ ոչ թե արողները մահի արժանի էին, հապա հավանություն տվողները, հապա պաշտպանողները, հապա ֆինանսավորողները, ամեն, այդպիսի մարդկանցից հիմա ընթերցեմ ինչ ասում, մեկրի փախի, գնաում հետ, որոնք հոգով ու ճշմարտությունով ասում կպաշտեն, որոնք իրական սրբեր են, ոչ թե անունով սուրբ գործերով այլասերված, ամեն, ուրեմն հիմա տեսեք, Մատթեոս 18, 15, 17-ում տվելա Տերը մեզի պատվիրան հոտը մաքրելու, ձև, կարգ ու կանոն, ով որ այս կարգ ու կանոնը չի պահում, անիծյալ լինի Պողոսն ասում, նզովյալ լինի, նա սատանայի համար է ծառայում, որ բորոդներին չի մաքրում հոտից, ամեն, ինչ շատերն ասում են, լավ եղբայր դրանք չեն հասկանում, որը այլանդակներին պետք է մաքրեն, ասում եմ, ինձնից քեզնից լավ են հասկանում, բայց ըստե մի բայս կա, որտև իր աստերը Բաբելոնի անառակն է, նա ասել է, ինչքան այլասերվածները շատանան հոտում,
այնքան շատ գումար կստանաք Բաբելոնի պոռնիկից, անառակից։ Իսկ Տերն ասում է, ինչքան սրբերը շատանան իմ հոտում, այնքան իմ օրհնությունն ու զորությունը ձեզանից անպակաս կլա։ Նրանք ծառայում են Բաբելոնի պոռնիկին, դրա համար պոռնիկները, շնացողները, գողերը պետք է շատանան, որտեղ Բաբելոնի անառակը նրանց տերա կանգնում, նրանց դրել է, ֆինանսավորում է, որ երկիրը պղծեն այլասերվածություններով, ամեն։ Բարձյալի սրբերին երկնքից ֆինանսավորում է, բարձյալը իր գառնողների միջոցով, ամեն։ Եթե Տերը չդնի մեկի սրտին, մեկը չի կարա միլումա 10 կամ ողորմություն տա։ Տերն է դնում ու Տերն է ստիպում, չտվողին էլ ծեծում է։ Եվ նա մեզ ֆինանսավորում է, որ մենք բարձյալի սրբերը շատացնենք եւ այդ այլասերվածակարներին դուրս անենք։ Դրա համար նրանք ատում են մեզ։ Այս քարոզը լսող անառակովիվը ինձ տենալ չի ուզի։ Հետ չել տեսնի, կարևորը երկնքի սրբերը ցնցան ուրախանան եւ երկնքի Սուրբ Օքին իշնի իմ տան եւ իմ յուրաքանչյուր գառնուկի վրա, ամեն, որ Տերը հանձնել անձի, որ անմնացորդ պետք տանեմ, հանձնեմ իրեն, այս խստությամբ, սրբությամբ, պարկեշտությամբ եւ բարոյական հավատքով, ամեն, որ Հուդան ասում է մեր Տեր Աստծո Սուրբ հավատքը ոմանք անառակություն դարձուցին եւ միակ Սուրբ Փրկին ու Տիրոջն ուրացան։ Դրանք Տիրոջը ուրացյալներ են, դրանք անառակ գողեր են, դրանք Բաբելոնի պոռնիկի կերակրա տաշտից ուտողներ են, ինչպես այնօր կարդացի, Եղիայի օրերում ուտում էին Հեզաբելի կերակրա տաշտից։ 850 հոգի մենակ մի Եղիա։ Պատկերացնում եք իշկելը հարաբերությունը տեսեք, ասում եմ մենք քանակով շատ ենք, շատ պետք է լինեք Բահարի մարգարեներ, շատ պիտի լինեք պոռնիկ Հեզաբելի հետևորդներ, որ փողով ճշմարտությունը, Սուրբ գրային անարատ վարդապետությունը տարավ քեզանից Բաբելոնի անառակը։ Բա դու պիտի շատ լինեք, բա դու ֆինանսով զոր պիտի լինեք, բա դուք ճոխ եկեղեցիներ պիտի շինեք, խափեք գառներին, իսկ ես չոր աթոռների վրան կնստցնեմ իմ գառնուկներին, ամեն, եթե չունենամ, չոր հատակին ծնկի կգանք, բաց կմնանք ուղիղ, ինչպես Հիսուսը չուներ փառած պալատներ։ Ոնասնագում, մեկի տուն, մի հատ նեղ սենյակ, 10 հոգի, 12 հոգի, հա դուք Հիսուսից լավ վարդապետ եք, 3000 հոգի թռցնում եք, ամոթույքները բացած, հսիժ վարդապետ եք, ողբամ ձեր վրա, Տերը ողորմի, մատ արթնացեք ժողովուրդ, դու Պողոսից լավ վարդապետ չեք կարա լինի, Հիրանմանը կարակ լինիք 12 աշակերտ ուներ, 2 տարի պարապ ծրեց, ոնց կարաս մի ժողովի մի դասի ժամանակ դու 2000 հոգի դաս տաս, դա պաշտամունք չէ, դա ծիսակատարություն է, որ Հիսուս Քրիստոս ասում է ես ձեզի չեմ ճանաչում, ամեն, մարդկային պատվերները վարդապետություն եք սովորեցրել, զուր տեղն եք, պաշտում ինձ, ամեն, որ իմ կանոնները ձեր համար արժեք չունի։ Հիմա տեսեք այս կանոնը աղանդավորական բոլոր եկեղեցիներում զանցարված է, Մատթեոս 18, 15, 17, ով ասում է չէ աղանդավորական մեծ եկեղեցում է գնացե որ ապաշխարի չի էլ հասնի ապաշխարություն, թոսա չէ մեր եկեղեցում է սենց հանդիմանում են ու դուս են անում։ Հնդոն քանակի համար են վարձատրվում, իսկ մենք որակի, քանակի համար վարձատրվող գեհենի զավակները, գեհենի զավակներին դուս կահանեն, չհավատակ, սրբերն են գեհենի զավակներին դուս անում, աղքատ սրբերին պաշտոններ տալիս, ամեն, որոնք հավատքով են հարուստ և ժառանգորդ արքայության։ Մեղանչող եղբոր Դադաստանը, ինչ ձև լուծես եկեղեցում, սա իմ համար վարդապետական օրենք է, և ճշմարիտ սրբերի համար սա օրենք այլ է, մեղանչող եղբայրը, կետ արկետ կարդում եմ 4 կետ գոյություն ունի, եթե քո եղբայրդ քեզ դեմ մեղանչե, գնա հանդիման է զանիկա, երբ դու և ան մենակ եք, ամեն, Այսի елերը, որ մենք խախտել ենք, ամբողջական ենք հանդիման է, հիմա առանձին ենք կանչում և հանդիմանում, անգամ իմ կողակցին, անգամ իմ աղջկան, իրավունք չկա, եթե եկեղեցու մեջը մեծ անցան կանատեսնեն, այդ կաղ կարանք հանդիման ենք, իսկ եթե ծածուկ է գործը, դու առանձին պետք է կանչես հանդիման ես, որտև բոլորը ինձ ասում են, որ հավերի լավա դու ինձ ծածուկ հանդիման ես առանձին, ես ավելի շատ քեզ կսիրեմ, որտև ասում են օրենքն տենց է ասում, իսկ ես չեմ կարա հակառակվի, ամեն։
Հիմա եւ սա իրոք եսասեր մարդը չի կարում խմբի մեջ հանդիմանություն ընդունի, բայց հոգևոր զորավոր մարդը կարում է, բայց եթե օրենքն տենց է գրում, ուրեմն դա է շինարարը։ Այո, գրված է նաեւ իշխանիներ ժողովրդի առաջ չհանդիմանես, առանձին, ամեն, որ շատ խուժուդուր չգցես եկեղեցու մեջ։ Եթե քու եղբայրդ քեզի դեմ մեղան չէ, գնա հանդիմանես Անիկա եւ դու Եվան մենակ եք։ Դեսի եղբոր վերով ասում նույնը քույրերին է վերաբերվում։ Եթե քեզի մտիկ կնե շայեցար քու եղբայրը, բայց եթե մտիկ չնե քեզի հետ ուրիշ մեկ կամ երկու քելար, ինչ եք մտածում, նոր եք ներկասատար, մեկ կամ երկու քո օգնականներին ար գնա, որոնք էլի հարգանք պատիվ ունեն եկեղեցու մեջ, կա քո հետ գշտված է, բայց տրթադի աղաչանքը լսի այդ քույրիկ, ամեն։ Լավ տրթադի չլսի, կա Արմանինը լսի։ Վերջը քուրեր կան, չէ, աղբերներ, որ եկեղեցու մեջ ասենք կա մի սպասավորին են, մեկելից մեկ քիչ շատ են հարգում, ինչի մարենի խիստայնի մեկ քիչ փապկասիրտա, տարատեսակ դոզա տվողներ են, եսասերները փափուկներին են շատ սիրում, հոգևորները խիստ տվողներին, ամեն, բայց պիտի լեցուն լինեն, հարգանք վայելող սուրբ եղբայրներ, 100% ես ձեզի տիրոջ հոգով եմ ասում, որ նորեկին չի վերաբերվում, սա վերաբերվում է եկեղեցու սյուներին, որոնք ճանաչված են որպես կերտվող, կերակուր տվող, հոգևոր սնունդ մատուցանող եղբայրներ, ամեն։ Քեզի հետ ուրիշ մեկ կամ երկուքն էլ առ, որպեսի երկու կամ երեք վկաներու բերանով հաստատվի ամեն բանեսի երկրորդ քայլը։ Եթե ասոնցել մտիկ չնե, հպարտա չէ, մեծամիտ, թաղեմ դրա եսը։ Եթե անոնց ալ մտիկ չնե, եկեղեցինս է, բայց կանչում ես եկեղեցի փախնում, ասում դու շեղված եք, ես հետո կասեմ ձեզ։ Այ մարդ ասող ես արի, հիմա ասի մենք կապաշխարենք, վախկոտի մեկ, բայց փախնում այնքի գիտի ինչ ասա, քիթդ քորել ես քարոզի ժամանակ կամ շարը ծռվել էր դզել ես, կամ երեսիդ փայլ է երևում էր, այսօր էլ չի երևում։ Եփ եմ մկրտված, որ կլը թողիկ մկրտվեն մարդին, կերևա թե չի երևա, կա դու ես կուրացե չես տենում, էդ էլ կա չէ, ժամանակին տենում իր մի խամրել է մոտդ, աչքերիդ լույսը հոգևոր գնացել է, բայց ամեն դեպքի, եթե անոնց էլ մտիկ չնե տիրեքին, հովիվ և օգնականներ, եկեղեցինս է երորդ քայլը, հայտարարե, անդամական արա, թողան իրենց պահանջը դնեն։ Եթե եկեղեցինս է, իսկ եթե եկեղեցին ալ մտիկ չնե, ես չեմ ընդունում ձեր ասածները, Հեթանոսի և Մաքսավորի պես թողլա կտրա ու դուրսան եկեղեցուց, ամեն, սիրելի քույրեր եղբայրներ, ձեր աղանդավոր եկեղեցիներում իշքան բորուդներ կան, իշքան ակարներ կան, իշքան շնացողներ կան, որ պաշտոններ են գրավում, ու եպիսկոպոսը քարոզում է ինտերնետում դրված ասում է մեր եկեղեցում կան շնության պատճառով ամուսնալուծվածներ, եւ այդ մարդիկ պաշտոնների կտիրանան եւ մեր եկեղեցում կբարձրանան, ինչի մար, որ այլասերվածներ իրա նման այլանդակ եղբայրներ կերտի, որ կնոջ վրեն մի հատ ուրիշ կին պահի, սիլիբիլի ելնի քույրիկների հետ եւ մեծ գումարներ ստանա Բաբելոնի անառակից։ Ամեն։ Իսկ սուրբ եկեղեցում դրա միտքը ունեցող սպասավորը պետք է նշանակվի արդեն։ Միտքը էլը որ բան չի արել արդեն։ Ու Տերն ասում է որ սուրբ եկեղեցում չի կարա շնություն եւ անառակություն լինի։ Եթե հովիվները ուղիղ են իրաց տեղում են, տաստապետը իր տեղում, հիստապետը իր տեղում, ամբարո ակտողին հանդիմանում է, չի ենթարկվում նշանակում ամեն, ուշադիր կլինի շնությունը սուրբ եկեղեցումը տենց հեշտ չի ձևավորվում, եթե շնությունը եկեղեցում հեշտ է ձևավորվում, հովիվները տեղում չեն, հովիկինը, օգնականը իր տեղում չի, որ կնգա բնավորության գծերը կինն է լավ հասկնում, ամեն թերի ամբարո վարքագիծ ունեցող քուրերին կիներն ավելի հեշտ են լեցուն քուրերը զգում, քան թե եղբայրները։ Եղբայրներն են զգում, բայց պարագակո երբ եղբայրը քարոզում է, կողակիցը պետք է ուշադիր լինի։ Երբ կողակիցն է խոսում, եղբայրը ուշադիր լինի, որ հանցավոր, կանառակ կրքերի գերի, անբարոյություն ունեցողները, որոնք եկել են դրա համար եկեղեցում, շուտ լուսաբանվի, սարերում տաշենք, տաշվան չէ, գլորենք ձորը ու անցնենք առաջ։ Ամեն։
Այս տեսակ Սուրբ անարատ եկեղեցում, որտեղ Սուրբ ոգին տեսիլքներ, հայտնություններ է ցույց տալիս, որտեղ Սուրբ ոգին է լույսյանում մարդկանց մեղքերը, շնություն չի կարա լինի։ Ես վստահ եմ, եթե հովիվները իր օգնականներով, իր կողակիցներով տեղն են, ուշադիր են, ամեն նորեկի զննում են, քննում են եւ բարին ամուր են բռնում։ Ամեն։ Համ լավ ոգին է երևում, համ վտանգավորն է երևում։ Ամեն։ Փառավորվի Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեսեք, երկու համար մնաց երկրորդ Տիմոթեոս 3:5 եւ երկրորդ Տիմոթեոս 2:22-ը։ Մի քանի տեղ Պողոսը օրդորում է։ Ինչ։ Գիտեք, գիտիր թե վերջին օրերում էս հոգիներ կլինեն վասնզի մարդիկ պիտի լան անznասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայոյիչ, ծեծնողներու աննազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անաշտ, բանսարկու, անժուշկալ, դաժանաբարո, բարինչը սիրող, մատնիչ, հանդուգն, գորոս, ավելի հեշտասեր, մեղքասեր, քան թե Աստվածասեր։ Հիմա տեսեք, այսպիսիներից ինչ է ասում արը։ Եթե քիչ մասա են դուսանի, եթե շատ մասա են փախի Ֆիլադելֆիայի գունդ, ամեն։ Եթե եկեղեցու մեծամասնությունը պիղծ են, սրբերը պետք է փախնեն ըտից դեպի Ֆիլադելֆիայի Սուրբ անարատ գնդերը։ Եթե Ֆիլադելֆիայում հանգարց մեկ բորոտ հայտնվի չափաշխարի, սրան պետք է դուսանեն, նայել կփախտի կգա այլասերված գնդեր, ամեն, դեպի Սարդիկե։ Բայց Ֆիլադելֆիայից Սարդիկե գալացողները շատ քիչ են։ Բայց Սարդիկեից Ֆիլադելֆիա շատերը նախանձախնդիրները կգան, ամեն։ Դրա համար էլ պետք է ուշադիր լինենք, տեսեք 5-րդ խոսքը, որոնք Աստված պաշտության կերպարանք ունեն, բայց շատերը էլ չունեն։ Բայց անոր զորությունը ուրացած են, կորցուցած են, աղոթում են, որ Իվանդը բուժվի ավելի ավարտան։ Եվ դուն անոնց մեկ դիկեցիր, փախի, որտեղ դրած կեղտոտ գործերը ասում է վերջում հայտնի կլինեն, ամեն։ Դրած գործերը բացվելու է, չկա ծածուկ բան, որ ի հայտ չգա, ամեն։ Ու ես շատ հովիվների համար, որ աղոթք է անում, Աստված տրաքացրեց դրած դիմակները ու տեսա, որ դրա հետևում դևերն են բնակվում, ոչ թե ինչ, որ տեսնում էի բարի առաքինի հովիվ։ Ետքը բացեց, որ յանք ասո պատկերներ չունեն, մորուքնել են թրաշ, Աստված պաշտության կերպարանքը տղամարդկանց, մորուք չկտրված քահանայապետի մազեր, ամեն։ Սուրբ հովիվներին ավերաբերում, եպիսկոպոսներին, քույրերը չկտրված մազեր, չփիլրած ունքեր, լրիվ բնական։ Քույրերին քարոզում են, որ մազ բնական, մազեր չկտրես, ունքերը չանես, թշիկներդ չներկես, սիլիկոն չսրսկես, բայց իրանք նենց են պլպլցնում, լայսոնավատ լնում, ասես թշիկները կրեմավատ։ Մեկը չասում, բա դու Ադամի կերպար կրողն ես։ Բա դու մորուք պետք է ունենիր, իմ չկտրած մազերն է իմ փառքը, քո էլ չկտրված մորուքը, բա ուր է։ Ղևտացիս 27-ի եւ Ղևտացիս 19-ի համեմատ դու համ քեզ ես պղծել, համ քո ասու անունը մորուքը սափրելով կամ կտրելով, ամեն։ Բա էտի բա սուրբի պատկերը որ մեկն է։ Հետս լայսոնավատ հելած, ես տժժցրած, օֆիցերների նման գալիս էին մեզի թշիկներից վրին, ես քաշում էին ձեռը, եթե ծակում էր վերջ, հաղորդություն չես ընդունում, գնա տրաշվի։ Մենք էլ անմիտի պես չենք ասում, եղբայր վարդ են ակերուկ վարդի մորուքը դես պլպլցնես, աշխարիքների նման։ Ու շատերներ ասում են փրչեր են դրանք, այ քրչե, Հիսուսի պատկերը փրչե է, Հիսուսը փրչոտ էր, մորուքը սուրբի պատկերն այլ է, Աստված պաշտության կերպարանքը, Էդ էլ չունես, զորություններ չունես, հələ փարիսեցիներ այդ պատկերն ունեին, հագուստ ունեին, թուլուլիկ հագուստը, հիմա ոչ դու պատկեր ունես, ոչ հագուստ ունես, ոչ էլ զորությունը, ուրեմն դու այն Պողոսի ժամանակվանից ավելի շատ աշխարհ ես գնացել, ամեն, նորից եմ կարդում, մատնիչներ, հանդուգն, գորոս, ավելի հեշտասեր, քան թե Աստվածասեր, որոնք Աստված պաշտության կերպարանքն ունին, Մատթեոս 23:28-ը ասում է վայ ձեզ փարիսեցիներ, որ էդի ունեք, բայց զորությունն ուրացած եք, ամեն, որոնք Աստված պաշտության կերպարանքն ունին, բայց անոր զորությունն ուրացած են, եւ դուն անոս մեգդի փախի դեպի Ֆիլադելֆիա, ամեն, որն դեմ մեծամասնությունը սրբեր է։ Եվ երկրորդ գլուխ 22 խոսքով ավարտեմ մեր այսօրվա այս օրտնյալ պատգամը,
որ շատերի կույր աչքերը պետք է բացի, պղծված այլասերված սարդիկեից պետք է փախնեն խիստ սուրբանարատ Ֆիլադելֆիայի գնդերը, որտեղ ճշմարիտ սնունդ, ճշմարիտ սնունդ, ճշմարիտ ապաշխարություն ստանալով օրորի սրբությունը կատարելագործեն Աստծո վախովը եւ կարժանանան հափշտակությանը։ Վերջի մասն եմ ընթերցում։ Լավ 21-ից ընթերցեմ։ Ուստի եթե մեկ իր անձը անարգ պիղծ բաներից մաքրե, անիկա պատվական անոթ պիտի ըլլա սրբված ու իր տիրոջը պիտանի ամեն գործերի, ամեն բարի գործերի համար պատրաստված։ Երիտասարդական ցանկություններից փախիր, թե ասում ակարներից փախիր, այդ ցանկություններն ունեցողներից փախիր, ու մեջ շփվում ես նրա նման կդառնաս, ամեն։ Երիտասարդական ցանկություններն ալ փախիր, եսի ոչ թե միայն քո միջի ցանկություններն է, այլ այդ ցանկություններին գերի անառակ հովիվներից, իր անբարոյական կնոջից, գնում ես հովիտուն, որ կրքերդ մարեն, երրում լնում ես մեղքերի մեջ փախնում ես։ Ինչի մարդև նրա ակու կապը, նրա շարժու ձևը, նրա լկտի կեսվածքը, քո մեջ քնած կրքերը արտնասնում են, անգամ բարձր լկտիության դոզա ունի իր կինը, որ մեռած կրքերը հարություն կառնեն, ամեն իրա հակու կապից, իրա խաղեր տալուց եւ իրա շարժու ձևից։ Դրա համար ինչ հովիվն այն կլինի իր կինը, ինչ հովիվն այն կլինի հոտը, ամեն։ Երիտասարդական ցանկություններն ալ փախիր եւ գնա արդարության, հավատքի, սիրո, խաղաղության ետևե անոնց հետ, որ Տերոջ անունը կկանչեն մաքուր սրտով, անոնց հետ, որոնց մեջ ակարներ չկան, անոնց մեջ, որոնք ակարներին վտարում են, որ Տերը չհեռանա, որ Տերը սիրի, նրանք ձգտում են ոչ թե մարդահաճո ավետարան քարոզեն, ապա Քրիստոսը հաճո, որտեղ նրանց Քրիստոսն է սպասավորներ կարգե իր այրունով գնված հոտը հովելու համար։ Իսկ Բաբելոնի պոռնիկի հոտում Բաբելոնի անառագն է, անառակ կրքերով հովիվներ կարգում, ամեն։ Ինչքան կրքերը շատ, այնքան այլանդակությունը շատ, այնքան կորեսյան որդիները շատ։ Հիսուսի ժամանակ էլ կար, ինչ ասա, վայ ձեզ դպիրներ ու փարիսեցիներ, որ ծով ու ցամաք եք պտտում մեկնորահավատ գտնելու համար։ Ու եթե գտնում եք ձեզանից կրկնակի անգամ գեհենի զավակ եք դարձն։ Դու չեք մտնում, ու ձեզից մեկը, որ ասում է խոսքի կարենը ճիշտ է քարոզում, խափում եք ու երկնքի արքայության դռներն էլ փակում եք նրանց դեմ, ամեն, այսօր կատարվում է։ Եթե Հիսուսի ժամանակը էլ է, ժողովուրդ, որ այլասերվածություն այդքան տարածված չէր, բայց վերջին օրերում ինչ է անում սատանան, ուզում է առանց Քրիստոսի մարդկանց սպանի, պատերազմներով, ավերածություններով, հանցագործություններով տանում է։ Էդով բավարար չի, կրոնի մեջից էլ է տանում։ Տեսեք այսօր սուտիկ կոչված առաքելական եկեղեցին Հիսուսի անունը ոնց է հայել տալիս, նարկոբիզնեսի մեջ, լկտիության, պղտության մեջ, ոմանց էլ այդ ճանապարհով է սպանում, հավատքի մեջից էլ է ուզում ավերածություն անի։ Դրա համար այսօր այն չէ, որ դու հավատացյալի անուն ունես, հարց դու հավատացյալի գործեր ունես, դու Սուրբ Հիսուսին ես պատկանում, Սուրբ Հիսուսին պատկանողը իրապես սուրբ է դառնում, օրորի աճելով, մեծանալով, հինը հանելով եւ Քրիստոս ակնելով։ Դու նման ես, հովիվդ նման է, օգնականդ նման է, եթե ոչ, ուժ չունես, ուզում ես 40 տարի դե դոփի, դու չես կարա Հիսուսանման դառնաս։ Բայց եթե հովիվդ նման է, օգնականը նման է, օգնականը արդեն նմանվում է, հույս ունեցի դու էլ կնմանվես, ամեն։ Որտեւ այդ հոտումը մեն պապի չեն լինի, օրինակ ես պապի եմ, ես ունեմ տղա, ես ունեմ թոռ, մտնողը ունենք ավելի փոքր թոռ, չէ, որ մտնեն կնկատեն, որ պապին հաստատ, ես մորուքավոր ծերունին է, տատին են սպիտակ մազերովն է, թոռնիկը ես փոքրիկն է, ամեն, տարբերություն կերևա, նույնը եկեղեցում պիտի տարբերանշան լինի, իմ զավակը չի կարա իմ նման նվիրյալ լինի, իմ թոռնիկն էլ չի կարա իմ զավակի նման լինի, ամեն, տարիք գոյություն ունի, նույնը հավատքի տարիքն է, բայց եթե ամենք Աստծուն սիրելով աճում են, Աստծուն սիրելով մեծանում են, Աստծո ժողովուրդ, ուրեմն նրանք կարան հասնեն Քրիստոսի նման հասակի չափն ունենալուն, մինչև ամենքդ հասնեք
Եփեսացիս 4 բացեք կարդացեք։ Քրիստոսի լման հասակի չափն ունենա, կամեն, կագնեն կաղոտքի։ Սկանչելի ու պաշտերի Տեր, ամենակարող Հայր ավիտենության, խնդրում եմ քեզանից Տեր Հիսուս Քրիստոս, վտարե ու մաքրե աքարները Տիրոջ Սուրբ եկեղեցուց։ Մեզ տուր իրականից նախանձախնդիր օքի, որ աքարներին դուրս անենք Հեսուի նման ու բնաջնջենք, վտարենք այդ անառակներին, գողերին, ավազակներին, որոնք եկել են ոչ թե ապաշխարելու, հապա եկել են ապաշխարության ճանապարհից շատ գառնուկներ վնասելու եւ գողանալու։ Տեր բաց մեր աչքերը ճանաչենք այդ գայլերին եւ հեռու պահենք գայլերին Տիրոջ սուրբ գառներից։ Հիսուս ջան, աքարներին հեռացրու, աքարական ցանկություններ ունեցողներին հեռացրու, նրանց սարերից Տեր Աստվածս չթողես իջնեն դեպի Երուսաղեմ, սարերում տաշենք դրանց, եթե իրական հոգիներ են, նրանք կերևնան, կգան ու Երուսաղեմի պատի վրա, Երուսաղեմի մեջ շինվող եկեղեցու պատի վրա տեղ կգտնեն, իսկ եթե նրանք խարդախ հուդաներ են, կեղծառաքյալներ են, խաբեբաբանվորներ, հավատում եմ սարերից կգլորվեն զորը ու քո սուրբ եկեղեցին չեն կարող մտնել ու վնասել։ Փառք քեզ Հիսուս ջան, մենք ուզում ենք, որ դու մնաս մեր հետ։ Այո, թող մենք քիչ լինենք, բայց որակյալ ու զորավոր լինենք։ Այո, թող քիչ լինենք, բայց բժշկված լինենք։ Այո, թող քիչ լինենք, բայց հոգու մարմնի սրբությունն ու բժշկությունը թակավորի մեր մեջ եւ մեր յուրաքանչյուր կաթնակեր գառնուկի վրա։ Փառք հավիտենության Հորը, Որդու Հիսուսի անունով։ Ամեն։